Բարի եւ ողջունյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Օրհնում եմ ես ձեզ հարություն առած Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ ուզում եմ ձեզ եւ Աստծուն ողջունել բանաստեղծությամբ, որ Զատիկի օրը Սուրբ Հոգու առաջնորդությամբ ես գրում էի եկեղեցում նստած ծառայության ժամանակ։ Արի որդիս, արի դուստր իմ, կանչ Հիսուսից։ Դու անմեղ էիր ու դու արդար էիր, Հիսուս իմ Տեր, բայց քեզ դատապարտեցին, քո դեմ ոչ մի ապացույց նրանք չունեին, բայց քեզ խաչեցին։ Կատաղի գազանների պես քո մահն էին փափագում, ծարավ շնագայլի պես քո արյունն էին տենչում։ Խաչիր, խաչիր գոռացին, թող նրա արյունը մեր գլխին լինի, անմիտները ասացին։ Անեծքն ու մահը թևեր առան, որ աշխարհը պարուրեն, ամեն մարդու իրենց գերին դարձնեն։ Ու թափվեց արյունը սուրբ, քամվեց Քրիստոսը անմեղ։ Չհասկացան, որ այդ պահին նա իր մահով մեզ կյանք տվեց, հավիտենական մահին հաղթեց, ու իր արյունով անեծքները նա քանդեց, քանզի ամեն մեղք ու անեծք Հիսուսը իր վրա վերցրեց ու խաչին գամեց։ Երբ Հիսուսին ես դու ընդունում, նրա արյունով քո մեղքերն են ջնջվում, եւ այդ նույն սուրբ արյունով քո անունը Աստված կյանքի գրքում է գրանցում։ Արի ով մարդ խաչի մոտ Քրիստոսի, թող նրա կողից հեղված ջուրն ու արյունը նոր կյանք քեզի պարգևի։ Արի այնպես, ինչպես որ կաս, քո բեռներով ու մեղքերով, նա քեզ ազատ կարձակի, իր արյունով քեզ կլվա ու մեղքերիդ թողություն կտա։ Արի մի հապաղի, գոռոզությունդ Քրիստոսի խաչի մոտ դու թափի, Աստծո շնորհը ընդունի, կոտրված սիրտդ դու նրան հանձնի։ Ու թող սերը աստվածային, սերն աննկարագրելի, սերը անբացատրելի, քեզ իր գիրկն առնի եւ ամոքի։ Արի որդիս, արի դուստր իմ, ասում է Քրիստոսը այսօր ամենքիս։ Աղոթում եմ, որ Աստծո դուռը գնաս, Քրիստոսի խաչի մոտ գաս ու ծնկես։ Իսկ մենք անցնենք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի վերջին մասի ընթերցանությանն ու մեկնաբանությանը։ Նախկին դասերը դուք լսեք, որ ամբողջական եւ օգտակար բան լինի սա ձեզ համար եւ ոչ թե ուղակի ժամանակ անցկացնելու եւ գուցե հաճելի շոյող ձայն լսելու կորուստ լինի ձեզ համար։ Ապաշխարության երրորդ քայլը մեղքը թողնելու հաստատուն որոշումն է։ Այսինքն հաստատուն որոշում պիտի կայացնես, որ մեղքը թողնելու ես։ Ոչ թե անցողիկ միտք ու ցանկություն, այլ վճռական, կայուն ու հաստատակամ ուխտ, խոստում ինքդ քեզ։ Սաղմոս 119-ի 106 խոսքում ասվում է. Ես երդվեցի եւ պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Այսինքն որոշում, որ մեղքի բոլոր հաճույքները ու մեղքի բոլոր խորամանկություններն ու ծրագրերը ինձ հետ չեն դարձնելու մեղքից ազատվելու իմ որոշումից եւ ճանապարհից։ Ոչ մի երկմտանք չպիտի լինի, չպիտի գնաս քննարկես մարդկանց հետ, ընկերներիդ հետ, խորհրդակցես, գցես, բռնես, թողնեմ մեղքը, թե ոչ։ Եփրեմի նման պիտի ասես, ինչպես գրված է Ովսե գրքի 14-րդ գլխի 8-ում. Ես այլևս ինչ ունեմ կուռքերի հետ։ Դու էլ պիտի ասես,
ես այլևս ինչ ունեմ շնության հետ, ինչ ունեմ ես բամբասելու մեղքի հետ, ինչ ունեմ ես խաղամոլության մեղքի հետ, ինչ ունեմ ես ծուլության մեղքի հետ։ Դու պիտի մտածես ու ասես, որ ես այլևս չեմ թույլ տա, որ իմ մեղքերը ինձ խաբեն, ու այլևս չեմ խաբվի սատանայի կողմից։ Այսօր ես ամուսնալուծության թուղթ եմ հանձնում իմ ցանկություններին, իմ մեղքերին, այսինքն ասելու եմ ոչ իմ ցանկություններին, ասելու եմ դուք չեք իմ Տերը ու ինձ կառավարողը, եւ ոչ էլ իմ զգացմունքները։ Քանի դեռ չենք հասել մեղքից ազատվելու վերջնական, վճռական բանաձևին, մեղքը միշտ մեզանից առաջ կընկնի ու կհաղթի մեզ, եւ մենք երբեք չենք կարողանա թոթափել այդ իժը, այդ օձը, որ մեղքն է։ Զարմանալի չէ, որ նա, ով չի որոշում մեղքի թշնամին դառնալ, մեղքը հաղթում է նրան։ Եվ այս որոշումը պետք է ավելի շատ կառուցվի ու հիմնվի Քրիստոսի ուժի վրա, քան մեր սեփական ուժի վրա։ Մենք մեր մարդկային ուժով մեղքից չենք կարող ազատվել։ Դա պետք է լինի համեստ, խոնարհ որոշում, ինչպես Դավիթ թագավորը, երբ նա գնաց Գողիաթի, դեռ թագավոր չէր, կներեք, ինչպես երիտասարդ Դավիթը, երբ նա գնաց Գողիաթի հետ կռվելու, նա մի կողմ դրեց իր մարդկային վստահությունը եւ նաեւ զինվորական զենքերը, որ թագավորը տվել էր իրան, եւ Դավիթը ասաց Գողիաթին, Դավիթը այդ ժամանակ ընդամենը հովիվ էր, եւ Դավիթը ասաց Գողիաթին, որը հսկա էր, դու ինձ վրա սրով ու նիզակով ու տեգերով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի զորությունների Տիրոջ Աստծո անունով, որին դու նախատեցիր, ծաղրեցիր։ Այսինքն Դավիթը պատերազմի էր գնում Աստծո զորությամբ, Աստծո անունով։ Աստծուց էր սպասում իր ուժը, իր զորությունը։ Դավիթի ձեռքում ռագատկա էր ընդամենը եւ ռագատկայի քար։ Իր դեմ կանգնած էր մինչև ատամները զինված հսկան, որ երևի Դավթի 4 անգամ բոյն ու քաշն ուներ, եթե ոչ ավելին։ Այսինքն Դավթի հետ միասին պատերազմում էր Աստված Գողիաթի դեմ։ Մեր մեղքերն էլ մեր Գողիաթներն են, մեր հսկաներն են, որովհետև առանց Աստծո դրանք անհաղթահարելի են մեզ համար։ Այնպես որ մենք պետք է դուրս գանք մեր Գողիաթի դեմ, մեր ցանկությունների, մեր մեղքերի դեմ պատերազմելու Աստծո հետ եւ դրանցից ազատվելու Քրիստոսի հետ միասին, Քրիստոսի զորությամբ։ Ընդունելի է մեզ համար մեկ ուրիշի հետ համագործակցելը ուրիշ հարցերում, եւ նաեւ մենք պետք է գիտակցենք, որ մենք մարդիկս անկարող ենք մեղքին մենակներովս հաղթել, ու դրա համար մենք պետք է դիմենք Քրիստոսին, խնդրենք, որ նա միանա մեզ այդ պատերազմում, քանի որ դա նրա կամքն է, եւ ներգրավենք Քրիստոսի զորությունն ու իշխանությունը, որպեսզի սպանենք ու արմատախիլ անենք ապականությունը ու այդ չար ցանկությունները մեր սրտից եւ հետեւաբար մեղքը մեր կյանքից։ Ապաշխարության 4-րդ քայլը ջերմերանտ աղոթքն է։ Երբ մենք կատարենք նշված բոլոր քայլերը, ապա պիտի դիմենք Աստծուն օգնության եւ օրհնության համար, որ այդ ծրագիրը մեղքի դեմ պատերազմելու նա օրհնի։ Աղոթենք ու խնդրենք Աստծուն, որ նա մեզ ապաշխարող սիրտ տա։ Դու Տեր, որ ասում ես ինձ, որ ապաշխարեմ, շնորհ տուր ինձ ապաշխարելու։ Գթա ինձ, շնորհ տուր, աղաչիր Քրիստոսին, որ քո վրա այնպիսի սիրով լի հայացքով նայի, ինչպես նայեց Պետրոսի վրա, երբ Պետրոսը 3 անգամ ուրացավ Հիսուսին, եւ Հիսուսի այդ սիրո հայացքից Պետրոսը հալվեց, դուրս վազեց ու դառնորեն լաց եղավ, եւ դրանք ապաշխարության արդյունքներ էին, որ Քրիստոսը քո վրա չնայի դատապարտությամբ, այլ նայի այդ սիրով, որ քեզ կբերի ապաշխարության։ Խնդրիր
Սուրբ Հոգու օգնությունը, Աստծո Հոգու օգնությունը։ Սուրբ Հոգին է, որ հարվածում է մեր քարացած, ժայռացած սրտին, ու միայն այդ ժամանակ է ապաշխարության ջրերը բխում մեզանից։ Սաղմոս 147-ի 18-րդ խոսքում ասվում է. Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց, փչել է տալիս իր քամին և ջրեր են վազում։ Երբ Աստծո Հոգու քամին փչի, այդ ժամանակ արցունքների ջուրը ապաշխարության կհոսի թե մեր սրտերից, թե մեր աչքերից։ Լավ պատճառներ կան, որ մենք դիմենք Աստծուն ապաշխարության համար։ Առաջին պատճառը այն է, որ ապաշխարությունը Աստծո նվերն է, աստվածային շնորհ է։ Գործ Առաքելոցի 11-րդ գլխի 18-ում ասվում է. այս լսելով լռեցին և փառաբանում էին Աստծուն ասելով. ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց։ Որոշ մարդիկ կարծում են, որ մենք կարող ենք ապաշխարել առանց Աստծո օգնության, որ մենք ունենք ապաշխարելու զորությունը։ Ճշմարիտ է, Աստված մեզ ազատ կամք է տվել, ու մենք կարող ենք կարծրացնել մեր սրտերը։ Մենք կարող ենք հրաժարվել ապաշխարելուց, բայց մենք չենք կարող փափկացնել մեր սրտերը։ Ազատ կամքի այս գեղեցիկ պսակը ընկել է մեր գլխից մեղքի պատճառով, որովհետև մեր մեջ կա ոչ միայն անկարողություն ապաշխարելու, այլ նաև կամակորություն, ապստամբություն, հակառակություն, ընդվզում Աստծո դեմ։ Գործ Առաքելոցի 7-րդ գլխի 51-ում կարդում ենք. համառներ և սրտերով ու ականջներով անթլպատներ, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն, ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։ Այսինքն մեղքի պատճառով մեր ներսում կա այս հակառակությունը Աստծո Հոգուն։ Հետևաբար պիտի աղաչենք Աստծուն, որ մեզ ապաշխարող հոգի տա։ Նա կարող է քարքարոտ սիրտը ջարդել ու այդ սրտից արյուն բերել։ Աստծո խոսքը արարչական ուժ ունի, չէ՞ որ նա ամեն բան իր խոսքով ստեղծեց։ Երկրորդ պատճառը այն է, որ մեզ պետք է թույլ տրվի Աստծուց Երկրորդ պատճառը այն է, որ մենք իրավունք ունենք Աստծուց օրհնություն խնդրել, քանի որ Աստված խոստացել է տալ մեզ իր օրհնությունը։ Սա վերաբերում է իհարկե նրանց, ովքեր Քրիստոսին են ընդունել։ Եզեկիել 36 գլխի 26-ից 27-ում կարդում ենք. ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Աստված ասում է, ես կփափկեցնեմ ձեր կարծր սրտերը իմ որդու Արիան մեջ։ Ուրեմն խնդրենք դա Տիրոջից։ Հիշեցնենք Աստծուն իր խոստումների մասին, ոչ թե նրա համար, որ նա մոռացել է, ոչ, այլ աղոթքի մեջ մենք Աստծո խոստումներն արձակենք։ Եվ կա ևս մեկ գերազանց խոստում, որ Աստված է տվել էլի։ Կարդանք Երեմիա 24-ի 7-րդ խոսքը։ Նրանց մի սիրտ պիտի տան, որ ճանաչեն, որ ես եմ Տերը։ Նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան։ Այս խոստումը ևս վերածեք աղոթքի ու աղոթեք, գուցե այսպես. Տեր, շնորհ տուր ինձ, որպեսզի վերադառնամ քեզ, իմ ամբողջ հոգով, իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ մտքով, քո ժողովրդի մասը դառնամ, դու էլ իմ Աստվածն ու Տերը դառնաս։ Ապաշխարության 5-րդ քայլը Աստծո ավելի հստակ տեսլական փնտրելն է, այսինքն Աստծուն ավելի լավ ճանաչելն է։ Հոբ 42-ի 5-ից 6 խոսքում ասվում է. Ես քո մասին ականջով էի լսել, սա Հոբն է ասում Աստծո մասին։ Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Դրա համար իմ անձը արհամարում եմ և հողի ու մոխրի վրա զղջում։
Հոբը հասկանալով Աստծո փառքը ու նրա անարատությունը, Աստծո մաքրությունը, Աստծո սրբությունը, ատեց ինքն իրեն, կամ ինչպես Եբրայեցիներ նամակում ասվում է, նույնիսկ դատապարտեց ինքն իրեն, ասելով, որ ինքը ոչինչ է հողի ու մոխրի վրա զղջացող մեկը։ Երբ մենք հստակ տեսնում ենք Աստծո սրբությունը, գիտակցում ենք Աստծո սրբությունը, այդ ժամանակ մենք տեսնում ենք մեր սեփական արատները և սովորում ողբալ դրանց վրա, որն էլ բերում է մեզ ապաշխարության։ Եվ ի վերջո, մենք պետք է ձգտենք հավատքի։ Որովհետև ոմանք կարող են ասել, հավատքը ինչ կապ ունի ապաշխարության հետ։ Սիրելիս, հավատքը ծնում է միություն Քրիստոսի հետ։ Եվ մեղքից բաժանում չի կարող լինել, քանի դեռ չկա միություն Քրիստոսի հետ։ Հավատքի աչքը նայում է Աստծո ողորմությանը, և դա հալեցնում է մեր սիրտը։ Հավատքը մեզ տանում է դեպի Քրիստոսի արյունը, և Քրիստոսի արյունը հանգստացնում ու մաքրում է մեզ։ Հավատքը մեզ համոզում է ու հավաստիացնում է, որ Աստված սիրում է մեզ, և այդ սերը ստիպում է մեզ լաց լինել, ողբալ ու ապաշխարել։ Այսպիսով, ես այս գրքում շարադրեցի ինչ է ապաշխարությունը, ինչ չէ ապաշխարությունը, ինչ է մեղքը, նաև ապաշխարության այս քայլերը։ Մեզ հիմա մնում է գործի անցնել և սկսել ապաշխարության ընթացքը, դիմել Աստծուն, խնդրելով ապաշխարող ոգի, խնդրել Աստծուն, որ ջարդի մեր կարծրացած սրտերը, որ օգնի մեզ, խնդրել Սուրբ Հոգուն հիշեցնելու մեր մեղքերը։ Եվ եկեք անկեղծ լինենք Աստծո հետ ու մեզ հետ, ու ոչ թե ինքներս մեզ պաշտպանենք ու արդարացնենք, ինքներս մեզ խաբենք, այլ մարտիկների պես պատերազմենք մեղքի դեմ ու գնանք մինչև հաղթական ավարտ Հիսուս Քրիստոսով։ Ինչպես իմ շատ սիրելի քույրն է հոգևոր ասում, մենք մեր տունը մաքրենք, մենք մեր հայաթի կեղտը մաքրենք, որ երբ որ կանգնենք Աստծո առաջ, ոչ թե ասենք մի սար, մի ժայռ չկա, սրա հետևում թաքնվենք, Աստծո աչքի չերևանք, որտեղ դա հնարավոր չի լինելու, այլ հայտնվենք Աստծո առաջ և տեսնենք, որ Քրիստոսը մեր փաստաբանն է ու ասում է, նրա մեղքերը իմ արյունով մաքրված ու ներված են, պատասխանելու ոչինչ չունի։ Հիշենք, առանց Հիսուս Քրիստոսի այս ամենը հնարավոր չէ, և այս ամենը հնարավոր չէ առանց հավատքի, առանց դարձի գալու։ Եվ ես կավարտեմ Սաղմոս 126-ի 6-րդ խոսքերով, ասում է հեղինակը. Նա, որ գնում և լաց է լինում, ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա, բերելով իր ցորենի խրձերը։ Եթե մենք հիմա լացենք, ապաշխարենք, անցնենք այս դժվարությունների միջով, որ ապաշխարությունն է մեզ համար ներկայացնում, հետո բարի պտուղ կունենանք, որտև հետո Աստված մեզ կարդարացնի և մենք կապրենք դրախտում Աստծո հետ։ Այսքանը։ Վաղվանից, եթե ես վաղը ձայնագրություն անեմ, անցնելու ենք կռապաշտության մասին խոսելուն։ Ոչ թե հեթանոս կռապաշտության, այլ ժամանակակից աշխարհի, որտեղից է գալիս կռապաշտությունը, ինչի ենք մենք այսպես ընկնում գայթակղությունների մեջ ու մեղք գործում։ Դա շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, դա էլ կօգնի, որ մենք ապաշխարենք և ճիշտ ձևով պատերազմենք մեղքի դեմ Աստծո միջոցով։ Այս ամենը գիտելիքներ է, որ Աստված իր օծալների միջոցով մեզ է հասցնում։ Մատերի արանքով չնայենք սրանք սրբություններ են, որ Աստված տալիս է մեզ, օգտվենք սրանցից։ Աստված օրհնի և պահի ու պահպանի ձեզ, սիրելի մարդիկ, սիրելի հարազատներ, սիրելի անծանոթներ, ում սիրում եմ Քրիստոսի սիրով, թող Աստված օրհնի ձեզ, թող ձեր հիվանդության մեջ հարություն առած Քրիստոսի զորությունը արձակվի, թող ձեր նեղությունների մեջ Աստծո հաստատուն աջը
ուղղորդի ձեզ, որ այդ նեղություններով դուրս գաք զտված, ուժեղացած, ոսկուց ավելի մաքուր դարձած եւ Աստծո ձեռքերում հրաշալի սրվակ դարձած, որ նա հոսի ձեր միջով, որ այն մխիթարությամբ, որ ձեզ ա մխիթարել, դուք էլ ուրիշներին մխիթարեք։ Ամեն։